Հարցները լաց են եղել։ Սաղմոսավանքում պսակադրվելու եկած զույգերը քահանայի էին փնտրում։ Չգիտեին, ուշանում են, ինչքան սպասեն եւ ի վերջո պսակադրելու են թե ոչ։ Ցավ ենք ապրել եւ կապի միջոց չենք ունեցել, որ զանգահարենք, տեղյակ պահենք, կողքի թեմից հոգեվորականներ գան եւ կատարեն այդ խորհրդակատարությունները։ Հազարավոր զույգերի է պսակադրել Տեր Փարենը։ Երբեք իր եւ հոգեվորական եղբայրների պատճառով պսակադրություն չի չեղարկվել։ Սա առաջին դեպքն էր։ Շատ է սրտնեղել Սաղմոսավանքի հովիվը։ Խոստանում է մկրտել նրանց երեխաներին։ Հոկտեմբերի 15-ին Տեր Փարենը որևէ արարողություն չկատարեց։ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկում էր Արագածոտնի թեմի առաջնորդարանը։ Տեր Փարենի տուն էլ գնացին։ Անակնկալի եկած հոգեվորականին տեղափոխել էին քննչական կոմիտե։ Մի բան պիտի կորցնես, չէ՞ որ գտնես։ Մենք արդարությունը չենք կորցրել, որ փորձենք գտնել։ Եթե փոքրիկ խնդիրները կոչում ենք անարդարություն, արդարության կորուստ, դա այլ հարց է։ Բոլոր տեղերում կան փոքրիկ խնդիրներ։ Բոլորիս ընտանիքներում էլ խնդիրներ լինում են, մեծ ու փոքր։ Տեր Փարենը կարևոր ու ճիշտ է համարում դրանք հենց տան ներսում լուծելը։ Իմ ընտանիքում լինում են փոքրիկ խնդիրներ, ձեր ընտանիքում լինում են փոքրիկ խնդիրներ, եւ դա բնական է, պիտի լինեն խնդիրներ, որպեսզի այդ խնդիրները լուծես եւ ել ավելի ուժեղացած շարունակես ճանապարհդ ընտանիքի մեջ։ Բայց դրա համար կան համապատասխան միջոցներ հիմնված սիրո եւ կարգոկանոնի վրա։ Ասում են արշավը եկեղեցու դեմ չէ, այլ կաթողիկոսի դեմ։ Տեր Փարենը պատասխանում է. ինչպես կարող է ընտանիքը չվնասվել, երբ ընտանիքի հորն են վնասում։ Որևէ մեկը ես չէ, որևէ մեկ մտնի մի ընտանիք եւ ընտանիքի հորը վիրավորի, ընտանիքի հորը տարբեր տեսակ բամբասանքներով փորձի արժե զրկել եւ ասի, գիտեք, իմ արարքը ընտանիքի դեմ չէ, իմ արարքը ընտանիքի հոր դեմ է։ Ինչ է նշանակում սա։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսը մեր մեծ ընտանիքի հայրն է։ Նենց անտանելի է, էլի այդքանը ոնց ասեմ։ Շատ դժվար է։ Ինչ է ուզածները։ Եկեղեցին թողնել առանց քահանայի, հարցնում են Սաղմոսավանքի այցելուները։ Եկեղեցում դեմ պայքարը շատ սխալ է։ Ընդամենը այդ, որ փառքավորած է մեր Եվրոպայել եկեղեցուց վերջ։ Տիկին Զարզեն արդեն 3 տարի է ճիր, ընկույզ, թթու լավաշ է վաճառում այստեղ։ Ամեն առավոտ Սաղմոսավանքի ճանապարհին տեսնում, զրուցում է հոգեվորականների հետ։ Տեսել են, որ ոչ մի բան չկա, նորից բաց են թողել։ Չի համապատասխանել։ Ինչ որ բաներ ըստ երևույթին։ Ես չգիտեմ ինչն է պատճառը, ինձ չի էլ հետաքրքրում, իրենք լավ մարդիկ են։ Հայ հոգեվորականը երեխայի ծնունդին մարդու կողքին է մկրտությամբ։ Հայ հոգեվորականը մարդու ընտանիքի ծնունդի կողքին է պսակի խորհրդով։ Հայ հոգեվորականը մարդու ընտանիքի ընկերն ու զրուցակիցն է տնօրնեքի կարգով։ Հայ հոգեվորականը մարդու կյանքի ամենատխուր օրվաս փոփողն ու ընկերն է հուղարկավորության կարգի միջոցով։ Մարդկանց կողքին ենք մարդու ծնունդից մինչև մահ։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։